Միացյալ Նահանգները տեսանելի ապագայում չի պլանավորում նոր հարվածներ հասցնել Իրանին։ Axios պորտալի հաղորդմամբ այս մասին պետքարտուղար Մարկո Ռուբիոն ծանուցել է մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին։ Ըստ աղբյուրի, Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնը կկենտրոնանա Թեհրանի վրա ճնշման այլ միջոցների վրա, այդ թվում պատժամիջոցների միջոցով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ղեկավարող նրա բնորոշմամբ վայրենիների հետ դիվանագիտական հարաբերությունն անհնար է։ Նա ողջունել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը։ Նեթանյահուն ասել է, որ Թրամփի հետ քննարկել է Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտության հնարավորությունը, սակայն կարծում է, որ նրանց հետ համաձայնության գալն անհնար է։ Թրամփը հայտարարել էր Իրանի տնտեսությունը ոչնչացնելուն ուղղված տնտեսական D-Day-ի մասին։ Այս ռեժիմի պաշարումը շատ կարևոր է։ Իրանի հարցը դեռ լուծված չէ, հայտարարել է Նեթանյահուն։ Միացյալ Նահանգները կպարտվի Իրանի դեմ տնտեսական պատերազմում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Միացյալ Նահանգները պարտություն կրեց ռազմական եւ քաղաքական պատերազմում, այն կձախողի նաեւ տնտեսական պատերազմը, ասել է խոսնակը։ Ղալիբաֆի խոսքով Միացյալ Նահանգները պատերազմ է սկսել Իրանի դեմ Իսլամական Հանրապետությունը տապալելու եւ Միացյալ Նահանգների գերիշխանությունը Արևմտյան Ասիայում եւ ամբողջ մուսուլմանական աշխարհում ընդլայնելու նպատակով։ Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆը այցելել է Ռուսաստան։ Պաշտոնական Մոսկվան դուրը չի հերքել։ Դմիտրի Պեսկովը 10-ին ասել է, որ ԿՀՎ տնօրենի հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվա այցի ընթացքում չէր նախատեսվում։ Washington Post-ին տված մեկնաբանության մեջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Ջոն Ռատկլիֆի այցը կապված է երկրների հատուկ ծառայությունների շփումների հետ։ Բանակցությունների մանրամասները նա չի բացահայտել։ Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, մինչդեռ մեկ այլ հարձակում Տամբովի մարզում հսկայական հրդեհ է առաջացրել Wildberries ընկերությանը պատկանող պահեստում։ Տամբովի նահանգապետը հայտնել է, որ լոգիստիկ կենտրոնը հրդեհից ամբողջությամբ ոչնչացվել է։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ օբյեկտի մոտ 100,000 քառակուսի մետր տարածք այրվել է։ Հարվածի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Գիշերային հարվածը թիրախավորել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը նաև Կոտովսկում։ Նիժնի Նովգորոդի մարզում մեկ այլ արդյունաբերական օբյեկտ նույնպես վնասվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Իսպանիան պաշտոնապես դիմել է Եվրամիության արտակարգ ֆինանսավորում տրամադրելու համար Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իր անկլավում Սեուտայում միգրացիոն իրավիճակը կարգավորելու նպատակով։ Եվրոպական հանձնաժողովը երեքշաբթի հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին եւ շարունակում է բոլոր մակարդակներում ներգրավված լինել Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Մենք այժմ աշխատում ենք առաջնահերթության կարգով գնահատելու Իսպանիայի դիմումը արագ որոշում կայացնելու նպատակով։ Տարբեր տվյալներով այժմ Սեուտայում մնացել է 4-ից 7,000 մարոկացի միգրանտ։ 384 անհետ կորած սողանքի հետևանքով Չինաստանի եւ Նեպալի սահմանին գտնվող Գիրոնգ ավտոմոբիլային անցակետի շրջանում սողանք է եղել։ Սահմանային անցակետի հետ հաղորդակցությունը խզված է, չկա կապ եւ էլեկտրամատակարարում։ Զբոսաշրջային ընկերություններից ստացված նախնական տվյալների համաձայն պարզվել է, որ տուժած շրջաններում անհայտ կորել է 384 զբոսաշրջիկ, այդ թվում 291 օտարերկրյա քաղաքացի եւ 93 նեպալցի, ասված է հայտարարության մեջ։ Տաթևիկ Ավետիսյան, Էպիկենտրոն։